Քանի որ դուք այդ խնդիրը միշտ եք բարձրաձայնել հատկապես նախընտրական քարոզչության ժամանակ, հիմա արդեն խորհրդանակ տեղափոխվել, ինչ քայլեր եք պատրաստվում անել գյուղատնտեսների այդ խնդիրները բարձրաձայնելու համար, դիտարկել եք արդյոք օրինակ խորհրդանական լսումներ կազմակերպել եւ այլն։ Իմ առաջի խոսքում մենք հանդես եկանք նաեւ այդ հարցին անդրադարձող մի կարճ հատվածով, ինչը դա իր մեջ ներառել, որ շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհներով լուծել այն սրացումները, որ կարող է լինել տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ։ Եվ ես կարծում եմ հայ քաղաքական միտքը ունակ է լուծել այդ հարցը։ Նմանատիպ քննարկում եղել է լսումների հետ կապված կազմակերպել գյուղատնտեսների տնտեսական հանձնաժողովը եւ կարծեմ տարածքային հանձնաժողովն է պատասխանատու, մենք լայն քննարկումներ ենք անելու եւ առաջարկել ենք լուծումներ։ Այդ թեմայով կներեցել։ Չէ, Արփինե ջան, չեմ ներեցել։ Ես ուղղակի ներողություն եմ խնդրում նիստը խմբակցության Շատ լավ, բայց հենց գալիս է բան Կարապետյան ոչ հաճելի հարցերը հիշում եք որ նիստում։ Ես կներեք լսում եմ։ Կարապետյան մի տեսակ դիսոնանս չի առաջանում, օրինակ խորհրդարանական ձեր ֆրակցիայի եւ ձեր կուսակցության առաջնորդի պարոն Սամվել Կարապետյանի հայտարարությունների վարքագծի միջև։ Դուք այստեղ հայտարարում եք, որ կառուցողական աշխատանքի քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եք եւ ընդունում եք այդ կանոնները, բայց ձեր եղբայր օրինակ խոսում է այսպես կարծր պետական մեքենան քանդելու, նույնիսկ այդ մեքենայի ձևավորման վերաբերյալ մատնանշում է ռազմական ուժերի հովանավորության պատասխանեմ։ Դիսոնանսը ինչպես։ Դիսոնանսը առաջի քայլը հասարակական խոսույթի մենք փորձում ենք իմպլեմենտացնել այստեղ։ Մենք պետք է հիշենք, թե ինչ պայմաններում հակադրությունները ստեղծվեցին եւ ինչ Facebook-ի, ինչ լեքսիկոնով արտահայտություններից հետո շոկային արտահայտություններից հետո սկսվեց հակադրությունները, ինչ դեպքերից հետո 12 ամիս առաջ։ Եվ այդ իսկ պատճառով կա նախապատմություն այդ բանավեճների բնույթի։ Սակայն առաջի քայլը, կարծում եմ, ազգային ժողովում իմպլեմենտացնելն է նորմալ հակադրություն, սուր հակադրություն գաղափարների եւ ծրագրերի շուրջ, ոչ թե հակադրություն լեզվային ամենաբարդ ոճային ամենացածր լեքսիկոնի համեմատությամբ։ Շնորհակալություն։